Փոքր հեկերը խնդրի առաջ են կանգնել։ 2024-ից ուժի մեջ մտած օրենքով Հայաստանում հիդրոէլեկտրակայանները սկսել են վճարել բնօգտագործման վճար օգտագործած ջրի դիմաց, ինչը սակայն հաշվարկման տեսանկյունից մեծ բեռ է դարձել շահագործող ընկերությունների համար։ Բնութ հարկի մասին գործող օրենքով նոր հաշվարկ է մտցվել, որը հեկերի համար, որոնց մակարդակը շատ ցածր է, հաշվարկում է ջրի ծավալով, որը մեր համար մեծ տուրք է կազմում։ Մոտավորապես ինքը կազմում է մեր շրջանառության 22%-ը։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարցը կլուծվի։ Խնդիրը բարձրաձայնել են, պատասխանատու գերատեսչությունը տեղյակ է։ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի խոսքով, 1 խորանարդ մետր ջուրն օգտագործելիս տարբեր հեկեր ստանում են տարբեր չափի էլեկտրաէներգիա։ Հիմք ընդունելով դա նոր ուսումնասիրություն է կատարվել։ Տարբեր երկրներ տարբեր մոդելներ են կիրառում բնօգտագործման վճարների, այսինքն դա կարող է լինել ջրօգտագործման ծավալի հիման վրա, կարող է լինել ստացված էլեկտրաէներգիայի քանակի հիման վրա սահմանվի դրույքաչափը, կան մոդելներ, որը օրինակ եկամտից է գանձվում այդ գումարը։ Բնական պայմաններից ելնելով տարբեր հեկերի համար տրամադրվող ջուրը ունի տարբեր ներուժ եւ այդ ներուժի համար ենք այսօր փորձում սահմանել բնօգտագործման վճար։ Արդեն իսկ կա նախագիծ, որը ներքին շրջանառության է դրվել։ Առաջիկայում նախատեսում են նաև որոշակի քննարկումներից հետո իդրավտ համակարգում շրջանառել։ Նախորդ որոշումը կայացնելիս այնպես չի, որ դա հիմնավորված չի եղել, բայց հաշվի առնելով արդեն պրակտիկ կիրառման դաշտում ի հայտ եկած խնդիրները, որը արդարացիորեն բարձրացնում են փոքր հեկերը, որը կարամրցակցային անհավասար պայմաններ բնական է կստեղծի ելնելով այս ներկայացված արդեն հարցից, մենք այսօր փորձում ենք այդ կիրառել մեկ այլ էլի միջազգային պրակտիկան կիրառվող, այսինքն արտադրված էլեկտրաէներգիայի քանակի հիման վրա մոդելը բնօգտագործման վճարի։ Այս մեխանիզմն ընդունելի են համարում նաև հեկ շահագործող ընկերությունները։ Մեր համար հարմար տարբերակը, որ այդ հաշվարկվի հոսանքի ծախսով, արտադրողականությամբ, էլի, ջրի ծավալը, որովհետև ինքը մեծ գումար է կազմում եւ ոչ հավասար պայմաններ է ստեղծում մեր համար, մյուս հեկերի համեմատ։ Մեզ պետք է, որպեսզի օրենքը փոխվի առաջերտին, երկրորդը օրենքը հետադարձ ուժ ունենա, որպեսզի այդ մեծ բեռը մեր վրայից հանվի, եւ երրորդն էլ այդ ընթացքում մինչեւ օրենքը փոփոխվի, մեզ պետք է ինչ-որ միջանկյալ հաշվարկ, որպեսզի հեկը կարողանա գոնե վնասով չաշխատի։ Նախարարությունից նշում են, այստեղ կարևոր է նաև, որ հեկերը սկսեն վերազինվել, քանի որ նորագույն սարքավորումների միջոցով կիրականացվի նաև ջրախնայողություն։ Այսինքն միավոր ջուր օգտագործելով ավելի շատ էլեկտրաէներգիա կստանա վերազինման արդյունքում։ Դա էլ է շատ կարևոր հանգամանք, որ պետք է նաև հեկերը առաջնորդվեն այդ ուղղությամբ էլ։ Ըստ տվյալների Հայաստանում 2024-ին գործել է 183 փոքր եւ 2 մեծ հեկ։ Փոքր հեկերն ընդհանուր վճարել են 303.3 միլիոն դրամ բնօգտագործման վճար, մեծերը 161.6 միլիոն։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։